Վաշինգտոնում նորից հիշել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Ում է պետք այս թեման պարբերաբար գեներացնելը, արդյոք իսկապես գերտերությունները անկեղծ ցանկանում են հայ գերիներին ազատել ու Ալիևը միայնակ դիմադրում է, էլ որտեղ են խոսում եւ որ պակաս կարեւոր չէ, իսկ որտեղ են լռում Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սա հիմնական թեման է, որի մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Ինչ հիմնական թեմային անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախաձեռնությանն աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Արդեն ավելի քան 1000 օր է Ադրբեջանը պահում է հայ պատանդներին, խորհրդանշական 1000-րդ օրվա առթիվ ահազանգում են Վաշինգտոնից։ ԱՄՆ օրենսդիրները պահանջում են ազատ արձակել բոլոր գերիներին։ Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանն է ասուլիս կազմակերպել, նրան միացել են մի խումբ այլ կոնգրեսականներ, նրանցից ոմանք ժամանակին իդեպ եղել են եւ այն էլ ոչ մեկ անգամ եղել են Արցախում։ Այս օրերին կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Շերմանի առաջարկած բանաձևը, այն պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Այս թեմայով նաեւ օրինագծեր են ներկայացվելու կոնգրեսի քվեարկությանը։ Մենք պահանջում ենք անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին, նշում են նախաձեռնության հեղինակները։ Այս քայլը, ավելի ճիշտ այս քայլերը նպատակ ունեն ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ վճռական են տրամադրված, վստահեցնում են, որ պայքարը շարունակելու են մինչև վերջին հայ գերու ազատումը։ Այս թեմաներին արձագանքում են նաև Հայաստանի Հանրապետությունից։ Փաշինյանին են հարցրել նայել անկեղծ պատասխանելը։ Մարդասիրական թեմաներին Հայաստանն էլ կողմնակից է, բայց հարցը քաղաքականացնելու փորձերը իր համոզմամբ Հայաստանի օգտին չեն։ Ես շատ ուղիղ ասում եմ, Միացյալ Նահանգների դաշնակցական լոբինգը ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են, այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Ընդ որում ես ուզում եմ մեզ բոլորիս բան անել, ուշադրությունը հրավիրել, որ կարա այդ process-ը կարա խնդիրներ առաջացնի։ Հեսա պատճառը, որ ես շարունակում եմ պնդել եւ մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու։ Ցանկացած այդպիսի բան, օրինակ նախընտրական շրջանում ես չուզեցա դրա մասին շատ մանրամասն խոսում էր, որ նույն Նախճեվանում ինչ որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում Հայաստանում օրինակ ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել դրան նախորդած շրջանում եւ ինչ շեշտադրումներ են արվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ արդյունք կտա Բաքվում գտնվող հայ գերիների թեման կրկին բարձրացնելը, դժվար է ասել, ամեն դեպքում սա մեսիջ է, որ հայությունը թեման փակված չի համարում, եւ այդ կարծիքին են նաեւ պրոհայկական ուժերը միջազգային տարբեր կազմակերպություններում։ Իդեպ թեման պարբերաբար բարձրացվում է ոչ միայն Վաշինգտոնում, հայ գերիների ազատման հարցով պարբերաբար հայտարարություններ են հնչում նաեւ եվրոպական կենտրոններից, ավելի շատ Ֆրանսիայից ու Բրյուսելից։ Փոխարենը Մոսկվայում գերադասում են այդ թեմայի շուրջ խորհրդավոր լռություն պահպանել։ Սա մի փոքր զարմանալի է, քանի որ այսօր Բաքվում գտնվող հայ գերիներից շատերին ռուս գործիչները բավական լավ ճանաչում են եւ նրանց պրոռուսական կողմնորոշման հարցում կասկածի հատիկ անգամ չպետք է ունենան։ Ամեն դեպքում, եթե վիճակագրությանը նայելու լինենք, ապա հայ գերիների թեմայով հայտարարությունների, բանաձևերի թվով ԱՄՆ եւ Եվրոպան միանշանակ գերազանցում են Ռուսաստանին, բայց կա նաեւ մեկ այլ վիճակագրություն,
Գերիների մեծ մասը, ավելի քան 150-ը ազատվել ու հայրենիք է վերադարձվել Ռուսաստանի միջնորդությամբ ու անմիջական մասնակցությամբ 2020-2021 թվականներին։ Հետագայում այս հարցում Մոսկվայի մասնակցությունը նվազեց ու ընդհուպ մոտեցավ 0-ի։ 2026 թվականի հունիսի դրությամբ միջազգային և հայկական աղբյուրների մեծ մասը նշում են, որ Բաքվում շարունակում են պահվել առնվազն 19 հայ գերիներ և պատանդներ, որոնց թվում են Արցախի նախկին նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ։ Մի շարք իրավապաշտպաններ և Հայաստանի ներկայացուցիչները նշում են, որ Ադրբեջանը նախկինում պաշտոնապես ընդունել էր 23 հայերի պահման փաստը, իսկ անհետ կորածների իրական թիվը կարող է լինել ավելի մեծ։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը ազատ արձակեց ևս 4 հայ գերիների, որոնց վերադարձը տեղի ունեցավ ըստ էության ամերիկյան կողմի ջանքերով։ Արդյոք ամերիկյան հերթական երկուսակցական նախաձեռնությունը Բաքվում գտնվող հայ գերիների ազատման հարցում գործնական արդյունք կունենա նաև այս անգամ։ Դժվար է ասել, նույնքան էլ դժվար է հավատալը, որ առնվազն 3 միջուկային գերտերություն, հիշեցնեմ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկեղծորեն ցանկանում են գերությունից ազատել մի խումբ հայերի, իսկ նրանց արդեն 1000 օր դիմադրում է Ադրբեջանի նախագահը։ Հավատացեք, իսկապես դժվար է ընդունել, որ դա կարող է համապատասխանել իրականությանը։ Հուսանք այս թեմայի վերաբերյալ ավելի լավ նորություններ կունենանք առաջիկայում, իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։